Կարճ։ Ասում է կընտրեք ինձ, կունենաք խաղաղություն։ Չեք ընտրի ինձ, չեք ունենա խաղաղություն։ Էմսի տպավորություն է ասես այդ խաղաղությունը մի փաստաթուղթ է, որը Ալիևը ծալել եւ տվել է իրեն, ասել է կդնես գրպանդ։ Այ երբ որ կընտրվես, այդ փաստաթղթով կառաջնորդվենք, այ որ չես ընտրվի, մահը ձերն է, դուք մահինը։ Ես սրան լուրջ չեմ վերաբերվում, բայց ասենք թե։ Առաջին, եթե կա նման փաստաթուղթ, որը կոչվում է խաղաղություն եւ դրա մոնոպոլ իրավունքը տրված է Նիկոլին, դա նշանակում է, որ Ալիևը ազդում է մեր ներքին գործին, մեր ընտրությունների վրա։ Այսինքն, սա դրսից օտար ուժի ազդեցություն է մեր քաղաքականության վրա։ Երկրորդ, բավարու Նիկոլը, ասենք, այս գիշեր քնեց ու չարթնացավ։ Ալիևն էլ մենակ Նիկոլի հետ այդ փաստաթուղթը գործելու, գործածելու, առաջ մղելու։ Հա մեր անգին ազգը առանց Նիկոլ պետք է կորչի ու գնա։ Երրորդ, իսկ ինչ ասել է խաղաղություն Ալիևյան։ Հրաժարվել Արցախից, հրաժարվել ցեղասպանությունից, հրաժարվել Արարատից, ընդունել թուրքերին, այսինքն ճանաչել Արևմտյան Ադրբեջանը, ճանաչել Խոջալույի ցեղասպանությունը, բոլոր ռազմավարական դիրքերը տրամադրել թուրքերին եւ ամեն ինչ որոշել նրանց թույլտվությամբ։ Ես դա խաղաղություն, ես ինչ որ թվարկից չտեսա։ Սա բացառապես անբարոյականություն քարոզող փաստաթուղթ է։ Եթե դուք այս փաստաթղթի համար պատրաստ եք տալ ամեն ինչ, գնացեք մեռեք։ Հիշեք ցեղասպանության տարիներին, 100 տարի առաջ։ Հայաստանում կային բնակավայրեր, որոնք աղոհացով դիմավորեցին Թուրքին, հույս ունենալով, որ իրենց չի կոտորի։ Բայց Թուրքը չխնայեց նրանց էլ։ Լավ հիշեք, Ալիևը մեզ չի սիրում, առավել եւս չի կարողանում տանել։ Եթե դուք անգամ Նիկոլի հետ հետույքներդ բաց դիմավորեք Ալիևին, միևնույն է, նա ձեզ ոչնչացնելու է։ Ուղղակի բռնաբարելուց հետո։ Իսկ մեր փրկությունը առհասարակ մեր ազգային ինքնությանը տեր կանգնելն է, ճիշտ դաշնակիցներ ձեռք բերելն է։ Նկատում եք ոնց են եկեղեցուն հալածում, կրթությանը հալածում, միասնությանը հալածում։ Այսինքն ուժը այդտեղ է։ Այն որ ասում են մենք թույլ ենք, մենք էս ենք, մենք թույլ չենք, մեզ թույլ ներկայացնում են։ Ով ասում է, որ մենք թույլ ենք, չենք կարող պատերազմել, նա արդեն իսկ մեռած է։ Հետևություն արեք։